Նախարարական խորհրդի 31-րդ հանդիպման ընթացքում վերջին ելույթից հետո մեր տարածաշրջանում տեղի են ունեցել նշանակալից փոփոխություններ։ Վիեննայում հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ հանդիպման ընթացքում։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները ստորագրեցին հռչակագիր, որը հաստատեց խաղաղություն ԵԱՀԿ պատասխանատվության գոտու ամենաանկայուն և պատերազմից տուժած տարածաշրջաններից մեկում։ Հայաստանը և Ադրբեջանը նաև նախաստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Նույն Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ընթացքում մենք համաձայնեցինք համատեղ դիմել ԵԱՀԿ նախագահին, առաջարկելով լուծարել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցները, ինչը պաշտոնապես նշանավորեց հակամարտության ավարտը։ Վաշինգտոնի հանդիպումը նաև իրական հնարավորությունների պատուհան է բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման համար, ապահովելով ներպետական, երկկողմ և միջազգային տրանսպորտային կապ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիարժեք հարգման վրա, նշել է Միրզոյանը։ Ընդլայնված փոխկապակցվածությունը ներառյալ թրի-փուղու իրագործումը միտված է Հարավային Կովկասն արդյունավետ և անվտանգ տարանցիկ ու լոգիստիկ հանգույցի վերածելուն, կապելով Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ։ Դրանով իսկ նպաստելով ոչ միայն տնտեսական բարգավաճմանն, այլև տարածաշրջանային անվտանգության ավելի լայն ճարտարապետությանը։ Որպես անմիջական և գործնական արդյունք Միրզոյանը հիշեցրել է հացահատիկի առաջին բեռների տեղափոխումը, որը Հայաստան էր հասել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով։ Իր հերթին Հայաստանը հայտարարել է Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող բեռնատարների տարանցումն ապահովելու պատրաստակամության մասին։ Իմ ներկայացրած շղթայում Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացումը հաջորդ կարևոր օղակն է, որը կամբողջացնի տարածաշրջանի վերափոխման գործընթացը։ Մենք ակտիվորեն շարունակում ենք Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված երկխոսությունը։ Այս կապակցությամբ կցանկանայի տեղեկացնել, որ ընդամենը մի քանի օր առաջ երկու երկրների համապատասխան հաստատությունների ներկայացուցիչներն անցկացրել են Գյումրի Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը։ Միրզոյանի խոսքով այսօր ժողովրդավարությունները բախվում են արագ վերափոխվող մարտահրավերների մի ամբողջ շարքի, որոնք փորձության են ենթարկում ժողովրդավարության դիմակայունությունը թե ներսից և թե դրսից։ Մինչ Հայաստանը պատրաստվում է հաջորդ տարի կայանալիք խորհրդարանի ընտրությանը, մենք բախվում ենք նման մարտահրավերների աճող ալիքի հետ։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ մենք շարունակում ենք վճռականորեն հանձնառու լինել ընտրական գործընթացը բարձրագույն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան իրականացնելու հարցում, համաձայն մեր համոզմունքների, մեր քաղաքացիների ակնկալիքների և ԵԱՀԿ մեր պարտավորությունների։ Եզրափակելով նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆինլանդիային արդյունավետ նախագահության համար և հաջողություն մաղթել Շվեյցարիային իր առաջիկա նախագահության ընթացքում։ Տաթև Խաչատրյան, լուրեր։